քիչ առաջ ՆԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան Հայաստանում ուժգին երկրաշարժից տուժածների և վնասների վերաբերյալ։ Նրա խոսքով ժամը 10:20-ի դրությամբ ահազանգեր չեն ստացվել։ ՆԳՆ փրկարար ծառայությունը թիմերի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-ից 7 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում 4-ից 6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում 2-ից 4 բալ ուժգնությամբ։ Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, նշելով, որ երկրաշարժը ուժգին զգացվել է նաև Գյումրիում։ Նա այցելել է Գյումրիի ամենավտանգավոր հատվածներից մեկը, որտեղ կանգուն են սովետական տարիներից կառուցված բարձրահարկ շենքեր։ Նրա խոսքով, այս պահին բարեբախտաբար տուժածների մասին խոսք չկա։ Մխիթարյանը նաև բնակիչներից հետաքրքրվել է, արդյոք շենքերը ներսից կամ դրսից վնասվել են, թե ոչ, ինչին ի պատասխան բնակիչները բացասական պատասխան են տվել։ Ռուբեն Մխիթարյանն էլ հավելել է, որ բարեբախտաբար այս անգամ ևս առանց վնասների անցանք։